Դեկտեմբերի 7-ին ժամը 3:10-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 3-րդ թաղի առաջին շենքում էին։ Րոպեներ առաջ շահազանգ էին ստացել մի քաղաքացուց, որն ասել էր, թե հիշյալ շենքում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում ինքը կարծես սպանել է ոմն Արթուրի։ Ոստիկանները շենքի բնակարաններից մեկում հայտնաբերեցին մոտ 40-ամյա տղամարդու դի։ Ինչպես շուտով պարզվեց, Չարենցավանի բնակիչ 1975 թվականին ծնված Արծրունի Իսրայելյանն էր, ծանոթների շրջանում հայտնի Արթուր Մականունով։ Ըստ նախնական վարկածի Իսրայելյանը մահացել էր գլխին ստացած բազմաթիվ հարվածների հետևանքով։ Արագ պարզվեց նաև ահազանգողի ինքնությունը, նույն քաղաքի բնակիչ Կարեն Ազարյանն էր, որը շուտով հայտնվեց ոստիկանությունում եւ որպես կասկածյալ հարցաքննվեց։ Թեև դեպքը տեղի էր ունեցել նույն օրը, կասկածյալն էլ հայտնաբերվել էր կատարվածից րոպեներ անց, բայց տեղի ունեցածի մանրամասները պարզվեցին որոշ ժամանակ անց։ Կարեն Ազարյանը դեռ ալկոհոլի ազդեցության տակ էր եւ կատարվածի իրական պատկերն ամբողջացավ Ազարյանից թափվելուց հետո միայն։ Կարենի ասելով մահացածին ճանաչում էր վաղուց, մտերիմ էին։ Արծրունի Իսրայելյանը նախորդ օրն իրեն ասել էր, թե ինչ-որ մեկին 2000 դրամ է պարտք եւ վերջինս ուզում է իր փողը։ Կարենը 1000 դրամ էր տվել, որ տա պարտատիրոջը, իսկ երբ հաջորդ օրը կրկին հանդիպել էին, նա տեղեկացել էր, որ Իսրայելյանը ոչ թե պարտքն էր տվել, այլ այդ փողով օղի էր գնել։ Զայրացել էր, կեսգիշերն անց ժամը 2-ի սահմաններում, երբ երկուսն էլ խմած էին, ցանկացել էր այսպես ասած խելքի բերել ընկերոջը։ Վիճել էին, քաշքշել իրար։ Արծրունի Իսրայելյանին գցել էր գետնի եւ 3-4 անգամ ոտքով հարվածել գլխին։ Հետո տեսնելով, որ ընկերը չի շնչում, սթափվել էր։ Փորձել էր օգնել, սակայն տեսնելով, որ ջանքերն իզուր են, թողել էր գետնին ընկած անշնչացած մարմինն ու հեռացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Կարեն Ազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, քննությունը շարունակվում է։